50 տարեկանից հետո շատ տղամարդիկ եւ կանայք նկատում են, որ իրենց քունը այլևս այն չէ, ինչ որ նախկինում էր։ Գիշերը վերածվում է արթնացումների շարանի, հաճախակի զուգարան գնալու, անհանգիստ մտքերի եւ առավոտյան հոգնածության զգացողության։ Սա թվում է անխուսափելի տարիքի նշան, բայց իրականում այդպես չէ։ Տարիքը պարզապես թիվ է։ Մեր օրգանիզմը կարող է վերականգնվել եւ գիշերը աշխատել մեր օգտին, եթե մենք տանք նրան ճիշտ աջակցություն։ Գիշերային արթնացումների եւ հաճախակի միզարձակման պատճառը ոչ միայն միզապարկի մեջ է, իրականում ամեն ինչ սկսվում է բորբոքումից, աննկատելի քրոնիկ բորբոքում, որը աստիճանաբար խաթարում է երիկամների, տղամարդկանց մոտ շագանակագեղձի եւ կանանց մոտ հորմոնալ հավասարակշռության աշխատանքը։ Դրան ավելանում է ստրեսը, կոֆեինը, ծանր սնունդը քնելուց առաջ։ Եվ ահա մարդն այլևս չի կարողանում հանգիստ քնել, ուղեղը չի ստանում լիարժեք հանգիստ, մելատոնին հորմոնը չի արտադրվում, իսկ նյարդային համակարգը մնում է լարվածության մեջ, բայց ամենազարմանալին այն է, որ կան պարզ բնական միջոցներ, որոնք օգնում են վերականգնել գիշերային հանգիստը։ Ոչ դեղահաբեր, ոչ քիմիա, այլ այն, ինչը դարեր շարունակ օգտագործվել է արևելքի ժողովրդական բժշկության մեջ եւ մինչեւ հիմա հաստատվում է ժամանակակից գիտության կողմից։ Այսօր ես կպատմեմ 3 համեմունքների մասին, որոնք գործում են մեղմ, բայց խորքային։ Եթե դրանք ծամել կամ ընդունել քնելուց առաջ, մարմինը հանգստանում է, բորբոքումը նվազում է եւ գիշերային հանգիստը վերադառնում է։ Առաջին համեմունքը քրքումը, հայերեն տեղին կոչապղպեղ կամ քրքում։ Քրքումը երկարակեցության ոսկե համեմունքը։ Նրա ակտիվ նյութը կուրկումինը ունի հզոր հակաբորբոքային ազդեցություն։ Այն մաքրում է անոթները, բարելավում է արյան շրջանառությունը եւ օգնում է երիկամներին ու լյարդին աշխատել առանց գերբեռնվածության։ Կարևոր է, որ քրքումը օգնում է նվազեցնել միզապարկի գրգռվածությունը եւ հանել հյուսվածքների այտուցվածությունը, որի պատճառով գիշերային միզարձակման կոչերը դառնում են ավելի հազվադեպ։ Նաեւ բարելավում է նյութափոխանակությունը եւ օգնում է ավելի արագ քնել։ Քրքումը կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը, ինչը նշանակում է, որ դուք չեք արթնանա գիշերվա կեսին էներգիայի տատանումների պատճառով։ Ինչպես ընդունել։ Քնելուց առաջ կարելի է վերցնել մի պտղունց քրքում, խառնել տաք կաթի հետ կամ պարզապես մեղրի գդալի հետ։ Որոշ բժիշկներ խորհուրդ են տալիս նույնիսկ ծամել թարմ քրքումի արմատի փոքր կտոր։ Մեկ շաբաթվա ընթացքում դուք արդեն կզգաք, որ քունը դարձել է ավելի խորքային, իսկ գիշերային արթնացումները ավելի հազվադեպ։ Երկրորդ համեմունքը՝ հիլը։ Հիլը ոչ միայն բուրավետ համեմունք է, այլև ունի մեղմ միզամուղ եւ սպազմոլիտիկ ազդեցություն։ Սա նշանակում է, որ այն օգնում է միզապարկին հանգստանալ, հանում է ներքին ճնշումը եւ սպազմերը, որոնց պատճառով մարդիկ հաճախ արթնանում են գիշերը։ Բացի այդ, հիլը մաքրում է շնչուղիները, նվազեցնում է ստրեսի եւ անհանգստության մակարդակը։ Նրա բույրը ազդում է նյարդային համակարգի վրա, հանգստացնելով եւ օգնելով բնականորեն քնել։ Հիլը նաեւ նպաստում է տոքսինների եւ ավելորդ հեղուկի դուրսբերմանը, բայց դա անում է առանց վնասի, մեղմորեն, երիկամների հավասարակշռության միջոցով։ Ինչպես ընդունել։ Քնելուց առաջ կարելի է պարզապես ծամել 1 հատիկ հիլ։ Նրա համը թեթևակի սուր է, բայց հետո մնում է թարմության եւ թեթևության զգացողություն։ Որոշները հիլ են ավելացնում տաք ջրի մեջ մեղրով։ Սա իդեալական երեկոյան խմիչք է նրանց համար, ովքեր ուզում են քնել առանց արթնացումների։ 5-7 օր հետո դուք կզգաք, թե ինչպես է մարմինը դառնում ավելի հանգիստ, շնչառությունը ավելի հավասարակշիռ, իսկ առավոտը ավելի թարմ։ Երրորդ համեմունքը՝ դարչինը։ Դարչինը ոչ միայն համ է, այլև դեղ է։ Այն կարգավորում է շաքարի մակարդակը, բարելավում է արյան շրջանառությունը, տաքացնում է ներքին օրգանները եւ հանում է բորբոքումը։ Նրանց համար, ովքեր հաճախ արթնանում են գիշերը, դարչինը գործում է որպես բնական կայունացուցիչ։ Դարչինը օգնում է բարելավել միզապարկի աշխատանքը, նվազեցնել լորձաթաղանթի գրգռվածությունը եւ բարելավել քունը մկանների հանգստացման շնորհիվ։ Բացի այդ, այն նպաստում է սերոտոնինի, ուրախության եւ հանգստության հորմոնի արտադրությանը։ Ինչպես ընդունել։ Կեսթեի գտալ դարչին կարելի է ավելացնել տաք կաթի կամ վարսակի խմիչքի մեջ քնելուց առաջ։ Ազդեցությունը ուժեղանում է, եթե այնտեղ ավելացնել մի քիչ մեղր եւ մի կաթիլ քրքում։ Այդպիսի խմիչքը կոչվում է օսքեքուն։ Այն օգնում է մեղմորեն քնել եւ արթնանալ առանց մարմնի ծանրության։ Եթե սկսեք օգնել ձեր օրգանիզմին բնական ճանապարհով, այն անպայմանորեն կպատասխանի ձեզ երախտագիտությամբ։ Մի քանի օր հետո դուք կզգաք հանգստություն, թեթևություն եւ վստահություն, որ մարմինը կրկին ձեր վերահսկողության տակ է։ Քունը կդառնա ավելի ամուր, լիշերները ավելի երկար, իսկ զուգարան գնալները հազվադեպ։ Չարժե փնտրել բարդ լուծումներ, երբեմն բավական է վերադառնալ պարզ բաներին, որոնք գիտեին մեր նախնիները։ Փորձեք գոնե մեկը այս համեմունքներից քնելուց առաջ, եւ դուք ինքներդ կհամոզվեք, թե որքան իմաստուն է բնությունը։ Խնդրում եմ ցույց տվեք այս տեքստը ձեր հարազատներին, թող նրանք էլ իմանան, որ հանգիստ քունը եւ առողջությունը 50-ից հետո ոչ թե երազանք է, այլ իրականություն։